Սիրելի քաղաքացիներ, երեկ Քաբ Անտարկյալ իմպիչմենտի միասնական թեկնածու Դավիթ Համբարձումյանը նամակով դիմել է Հանրապետական կուսակցության գործադիր մարմնին եւ դրա արձագանքը մոտ օրերս Հանրապետականը պաշտոնական հաղորդագրությամբ նիստից հետո կտա։ Բայց ես կուզենայի իմպիչմենտի հետ կապված մի քանի պարզաբանումներ տալ։ Առաջին, տարածված կարծիք է, որ արկա է իրավական արգելք, որևէ իրավական արգելք իմպիչմենտի համար չկա, որևէ ժամկետ կապված ընտրությունների հետ օրենքը չի նախատեսում։ Երկրորդ, դեմ լինել իմպիչմենտին նշանակում է դեմ լինել փողոցային պայքարին, որովհետև իմպիչմենտի կարևորագույն բաղադրիչը հենց փողոցային պայքարն է, առանց դրա այն հնարավոր չէ։ Իմպիչմենտը եւ ընտրական գործընթացները միմյանց չեն հակասում, ոչ իրավական, ոչ քաղաքական, ոչ քաղաքագիտական տեսանկյունից, որովհետև նույնիսկ եթե իմպիչմենտը հանկարծ եւ չհաջողի, ապա արկա փողոցային պայքարը, արկա փողոցային ակտիվությունը հավելյալ լծակ է իշխանությունների նկատմամբ, որպեսզի ընտրությունները չկեղծվեն կամ գոնե ակնհայտ կեղծիքներից իրենք երկու անգամ մտածեն դրանցից առաջ։ Իսկ ընտրությունները կեղծվում են արդեն իսկ, դրա մասին վկայում են թե պետական միջոցների օգտագործումը այդ նպատակներով, թե արտաքին դերակատարների կողմից այս կամ այն քաղաքական գործչի վերաբերյալ կոչերը քվեարկելու եւ թե իհարկե այն բռնաճնշումները, որոնք առկա են հիմնական ընդդիմադիր դերակատարների նկատմամբ։ Ասածս չի նշանակում, որ կասկածի տակ կարող է դրվել ընտրությունների մասնակցությունը մեր քաղաքացիների։ Ընտրություններին պարտադիր պետք է մասնակցել, որովհետև Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածը ֆիքս քանակ է եւ այդ ֆիքս քանակը շատ ավելի փոքր տոկոս կկազմի, եթե ընտրությունների մասնակցությունը բարձր լինի։ Դա պարզ մաթեմատիկա է։ Իմպիչմենտի գործընթացը, ու ես սրա մասին հոգնել եմ ասել, ուղղված է մեկ մարդու դեմ։ Այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է, այլ որևէ օրակարգ այստեղ որոնել իմաստ չունի։ Ես լավ չեմ պատկերացնում, թե մենք ինչ ենք ասելու մեր պայքարի ընկերներին, եթե չօգտագործենք այս գործիքը։ Ինչ ենք ասելու, ասել ենք դժվարեր չարեցինք, մի քանի տարի անազատության մեջ մնալն էլ էր դժվար, բայց մեր պայքարի ընկերներից շատերը մինչ այսօր տոկուն մնում են իրենց համոզմունքներին։ Նաև կան մարդիկ, որոնք անվանում էին այդ գործընթացը անլուրջ, բայց փաստորեն ժամանակը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը ավելի լուրջ է եւ ավելի շատ է վախենում այս գործընթացից, որովհետեւ մեր տեխնացուն, ընդդիմության տեխնացուն հայտնվել է անազատության մեջ, ել չեմ ասում, թե իր ընտանիքի նկատմամբ ինչ ճնշումներ են իրականացնում։ Այս նամակով Դավիթ Համբարձումյանը ցույց տվեց տոկունության, համարձակության եւ բոլորիս համար ամենակարևոր նպատակի համար սեփական ամբիցիաները ստորադասելու հատկանիշներ։ Հերթը մեր բոլորինն է։ Շնորհակալություն։ Արմենուհի Կյուրեղյան։